Ես հենց հիմա լքված դպրոցի լքված դասարանում եմ եւ այստեղից ահա որ տարօրինակ ձայներ են գալիս։ Ժորդ բարձանում ենք այն դասարան, որտեղ ես սովորել եմ։ Դպրոց, որտեղ 2018 թվականից հետո դասամիջոցի զանգը այլևս չի հնչում։ Չկան ուսուցիչներ, աշակերտներ եւ կյանք։ Այս դպրոցը ամբողջությամբ լքված է։ Ժորդ այստեղից ահա որ ձայներ է հենց հիմա գալիս։ Ապա լսում ես երկուքի ոնց որ խոսալով բարձրանան վերև։ Հետ ուշադիր լսի։ Օրա չեմ ավատում ժողովուրդը նայեք ինչեր ա պահպանվել կենսաբանության դասարանում։ Պատկերացնում եք այս ամեն ինչը մնացել ա։ Ժողովուրդը այստեղից ավոր ձևի ձայնա գալիս։ Այսօր միասին մտնելու ենք այս լքված դպրոց, որպեսզի պարզենք։ Կա այստեղ ինչ-որ տարօրինակ եւ արտասովոր բան, թե ոչ։ Գնացինք։ Բայց օրա ասում եմ մարդու ձայներ ա գալի, դու ես ինչ ուժով ես։ Դու կնենք մի օմիտելով։ Աշյան, դու գիտես այն դպրոցը, որը մենք եկել ենք, սիրելի ընկերներ, դուք էլ չգիտեք, այս դպրոցը ես ավարտել եմ 2018 թվականին ու դրանից հետո այս դպրոցը ամբողջությամբ լքվել է, ես տղերքին չէի ասել։ Սարքո պատճառով է, հա, փաստորեն սպասում են, երբ որ դուք ավարտես նոր փագեն, կհիշես դասարանը տուր դրա։ Ժողովուրդ միանշանակ ես իմ դասարանի տեղը հիշում եմ ու մենք մտնելու ենք նաև իմ դասարան, որովհետև, չգիտեմ, կարողա նույնիսկ տխրեմ ու չգիտեմ ինչ որ sense լավ տխուր էմոցիաներ կապրեմ, որովհետև այդ դասարանում իրոք կյանք եմ անցել։ Ինձ թվում է բոլորս մեր դպրոցներում կոնկրետ կյանք ենք ապրել ու անցել ու ով էլ իր լքված դպրոց մտներ նույն էմոցիաները կապրեր, չէ՞։ Միանշանակ ես քո հետ համաձայն եմ, սիրելի ընկերներ, նաև ժամի հետ կապված ժամը հենց հիմա 3:43, հա, երևում, հա։ Պատրաստ ես 10,000 լայք անպայման հավաքում ենք լքված դպրոցի վիդեոյի տակ։ Շատ կարևոր է, ժողովուրդ, շատ կարևոր է։ Այստեղ տեսախցիկներ կան, որ ճիշտ ասեմ, չգիտեմ ինչի համար են, չգիտեմ աշխատում են թե չէ։ Ժողովուրդ մաքսիմալ զգուշ։ Աշխատում են կամերաները, բայց հա, լարերը գնում են։ Ժողովուրդ մտնում ենք լքված դպրոց։ Քել։ Ինչ նոստալգիա է ամոթս։ Պրամ իմ մոտ էր նոստալգիա եղավ, շատ քարվեմ անգամոց, հիշա իմ դպրոցի տարիները շատ հեռավոր թվերին։ Մենք հենց հիմա լքված դպրոցի մուտքում ենք։ Հանդերձասրահն է ժողովուրդ, բայց բետոնել են, ինչ են արես հանդերձասրահը, ստեղով մտնում փոխվում էինք, ասենք ինչի եք տենց արել։ Ապե քայլերի ձեներ չլսար։ Թեթև քայլերի ձեներ լսա ժողովուրդ։ Լավ, եկեք շարունակենք։ Ժողովուրդ իրոք չեմ հավատում, որ հայտնվել եմ այն դպրոցում, որտեղ սովորել ու ավարտել եմ, ավագը իհարկե։ Ժողովուրդ հենց հիմա եկեք ձեզ ցույց տամ բուշկետը ու հետո կգնանք ցույց կտամ մեր դասարանը Քելաշնայի։ Էսի մեր բուշկետն ա եղել, դե արդեն անցի, խնդրեմ, անցի։ Եկեք բուշկետ, եկեք գնանք բուշկետ։ Աշիս պատմեմ, սա բուշկետներ։ Եթե ուշադիր նայեք պատին, ապա կտեսնեք, որ երեխաների հետ կապված ինչ որ բժշկական տարբեր պատկերներ են։ Բուշկետը ինչպես տեսնում եք, արդեն տեսանք։ Եկեք տեսնենք ինչ կա էլ ես հարկում։ Ժողովուրդ իմ հետևի այս պատուհանները, որ տեսնում եք, լսար ես անգամ։ Լսվավ, չէ։ Հա, ես էլ լսա։ Ժողովուրդ, այս մեր հետևի պատուհանները որ կա, սա միջանցքն ա եղել։ Ուստեղից մենք միշտ փախել ենք դպրոցից հենց այս պատուհաններով։ Պլյուս դրեք, եթե դուք եք դասերից թռնում, բայց դա լավ չի, նմանատիպ բան չի կարելի անել։ Մի հատ խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս դասարանը։ Օրա չեմ ավատում ժողովուրդը նայեք ինչեր ա պահպանվել կենսաբանության դասարանում, պատկերացնում եք այս ամեն ինչը մնացել ա, այս ամեն ինչ չէ, լիքը բաներ, ասենք ոտ ժողովուրդ։ Ինչը։ Իբան գլորեին ոնց որ։ Շատ մեծ։ Գլորեին։ Հա։ Չէ, չլսեցի։ Դու լսար։ Սա ինչ որ կենթանու ոդկա, ուրեմն սիրելի ընկերներ, ուզում եմ ձեզ ասեմ, գորտ։
Շատ վատ վիճակում է ինքը ինձ թվում, հա։ Ժողովուրդ լիքը sense դարակներ կան ու մեջը բաներ կարող եք տեսնել, որը մնացել է այն ժամանակվանից մինչև օրս։ Ոնց է էմոցիաները, որ այսքան բանը տենում ես։ Հիշում եմ իմ մանկությունը, ինչ էինք անում, ոնց էինք ամեն ինչ ստուգում, հետաքրվում ամեն ինչ փորձարկում, прям շատ ուժեղ նոստալգիայի մեջ եմ մի շատ փշաքարված եմ, էմոցիաները շատ են, որ չեմ կարող փոխանցել։ Օրս արև չլսար։ Էս անգամ չէ։ Հակոբ գել, ապե շուտ արի։ Շորտ ավորցեն եկավ։ Լավ եկեք դուրս գանք ստեղից, եկեք դուրս գանք։ Գելեք տեղափոխվենք մյուս մաս։ Ժորտ եկեք մտնենք դասարաններից մեկը, մտի անցի։ Գրատախտակը, լուրջ եմ ասում, լստեղ նայեք, գրատախտակը մի հատ նայեք, էլի խնդրում եմ։ Այս գրատախտակի վրա մենք դաս ենք արել, այս գրատախտակի վրա մենք սովորել ենք, իսկ հիմա այս ամենը լքվել է։ Չգիտեմ ճիշտ ասած ինչ պատճառներով, բայց դպրոցը իրականում այդքան էլ լավ վիճակում չի եղել, որ ճիշտն ասեմ, բայց ինչ անենք, մեր թվերն էլ էտեր։ Էսի մեր սովետական հին սեղաններն են, մենք սրանց դեմն ենք նստածել, գրել ենք, սովորենք, հիմա բնականաբար սա փոխվել է, ավելի նոր է ու ավելի ժամանակակից է։ Մի խոսքով սիրելի ընկերներ, դպրոցի արկածները շարունակվում են ու ուզում եմ ասեմ, որ շատ տարօրինակ ձայներ են գալիս։ Ժորդ բարձանում ենք այն դասարան, որտեղ ես սովորել եմ։ Մեծ հույս ունեմ, որ դուք այս վիդեոն կհավանեք ու անպայման կհավաքեք 10,000 լայք։ Շների ձեներն էլ անպակաս են, վեճնի լսվում են։ Այս ինչ սկվազնյակ քամի աստեղ ժողովուրդ։ Տեն աստեղ պահպանվել է ինչ-որ բան։ Իդեպ էս աչի կողմինը ՆԶՊ-ի դասարանն ա եղել, գիտես չէ։ Տարիներ անցան ու ես կրկին անգամ վերադառնում եմ իմ դասարան, որտեղ ես վերջի անգամ եղել եմ 2017-18 թվերին։ Արի։ Բարի գալուստ Միկա Թանգյանի դասարան, որտեղ նա սովորել է տարիներ շարունակ։ Նենց նոստալգիկ պահեր առաջանում, որովհետև իրականում լավ հասկացանք հասարակ լքված դպրոցներ, բայց իմ լքված դպրոցն իրոք ժողովուրդ շատ եմ չեմ ասի լացած գալիս է, բայց կոնկրետ Ինչ է լավ։ այստեղ այնքան տարիներ, այնքան բաներ ենք ապրել, որ Հա դա հասկանում եմ Միք ջան, բայց դա կյանքա ու այդ update-ը պիտի լինի միշտ։ Ուղղակի որ մտնում ես քո դասարան ու հիշում ես դեռ ինչքան էմոցիաներ ա եղել, ոնց ենք դասարանցիներով փախել ստեղից, ոնց եմ ստեղը երկուսներ ստացել ու այդքան բաներ ու հիմա մտնում եմ ինքը սենց վիճակում այս դասարանը։ Դա կյանքա Միք ջան։ Ինչ անես։ Չգիտեմ։ Չլախես։ Ապա գիտես չէ, այս պատուհանից փախնում ենք, ջարդում ենք այս պատուհանը, եղել է ժամանակ, որ այս պատուհանը ջարդել ենք ու երկրորդ հարկից ռեշոտկեքով իջել ենք առաջին հարկ ու փախել ենք դպրոցից, եղել է որ թռել ենք ոտերներս ենք ցավացրել, սենց բաներ ա եղել, բայց չգիտեմ, շատ նոստալգիկ է այս ամեն ինչը ու ես իմ դասարանցիներ, եթե նայում եք այս վիդեոն, այս մեր դպրոցն է, տակում կոմենտ գրեք։ Ժորդ ՆԶՊ-ի դասարանի մոտ ենք ու մտնում ենք ՆԶՊ-ի դասարան, որը հենց իդեպ մեր դասարանի կողմներ, հենց կողքներ։ Ժողովուրդ ստեղ, այն որ մաքսիմալ սաղ պահպանված ոնց որ լինի, շատ չեմ ուզում ցույց տամ զինված ուժերի մասին տեղեկատվություն, որտեվ չենք կարող ասենք ով է այս վիդեոն նայում, օրինակի համար թշնամի երկրից, բայց դե միտքը հասկացաք էլի։ Ինչա որ Նաև սիրելի ընկերներ Լեոնիդ Ազգալդյանի, ինչպես տեսնում եք, նկարը մինչև հիմա կախված է ու այն որ ՆԶՊ-ի vibe-ը Ատեկայնեք Մեքենայի լույսերը այս կոմի վրա
Շար ես դասարանը մտնենք ցույց տանք, ստեղ ինչ է կատարվում, որ հիշեմ սա ինչ դասարան էր, ժողովուրդ լավ կլինի, բայց չգիտեմ։ Բայց կարամ ասեմ, սա ժողովուրդ աշխարհագրության դասարանն էր, պատկերացնում եք, սիրելի ընկերներ, սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզն է ու մենք հենց հիմա, այսինքն գտնվում ենք աշխարհագրության դասարանում, ինչպես տեսնում եք, պահպանվել է քարտեզը ընդհանրապես, այն որ նույնիսկ չի կեղտոտվել, լավ վիճակում է կարելի ասել։ Լավ, արի տեղը դնենք, ծալենք, sense ծալի։ Պապական գյուղս էի ուզում գտնեի։ Ապական գյուղդ։ Հադրութի շրջանում է դա եղել, Ծակուղի գյուղը, բայց չեմ տենում այս պահին, ճիշտն ասած։ Սեղան։ Ժողովուրդ վերջի անգամ այս սեղանի վրա ես եմ դասարել, պատկերացնում եք ինձնից հետո այս դպրոցը լքվել է, եկեք դուրս գանք։ Սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, Կալաշնիկով զենքի պաստառնա, թե ընդհանրապես ոնց է հավաքվում, ինչ է արվում։ Լսար դու։ Ավտոյի դուրեր։ Սիրելի ընկերներ, մի խոսքով Կալաշնիկով զենքի պաստառնա, իրան թողում ենք իր տեղում, ընդհանրապես ոչ մի բան չենք վնասում եւ մեզ հետ ոչ մի բան չենք վերցնում, ինչ կա տեղում է, ուղղակի դպրոցն ենք նկարահանում ու ցույց տալիս։ Քելաշ։ Մեկ վարքյանով այս հետաքրքիր վիդեոն ընդհատեմ կարևոր ինֆորմացիայով։ Մեր Ռուսաստանաբնակ սիրելի հայրենակիցներ, եթե դուք Ռուսաստանից մուտք չեք կարողանում գործել Instagram, TikTok, YouTube, WhatsApp, Viber, Telegram եւ մնացած բոլոր սոց կայքերը, ապա այսօր ես ձեզ ուզում եմ խորհուրդ տալ Light VPN-ը։ Light VPN-ի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք մուտք գործելու այդ բոլոր սոց ցանցերը առանց սահմանափակումների։ Իմ բոլոր հետևորդների համար Light VPN-ը կլինի անվճար, բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում Light VPN-ի հետ, չկան ոչ մի սահմանափակումներ։ Իսկ մենք անցանք մեր վիդեոին։ Սիրելի ընկերներ, հլնայեք ինչ միստիկա այս աթոռը դրված, աթոռ, որի վրա այլևս ոչ ոք չի նստի։ Կգնանք ուսուցչանոցը ձեզ ցույց տամ։ Ուսուցչանոցը, եթե չեմ սխալվում, այստեղ էր։ Ժողովուրդ, սա ուսուցչանոցներ ու խնդրում եմ հենց մի հատ նայեք, ստեղի էս աթոռների քանակը ինչքան շատ են։ Ու բոլորը ուղակի փոշոտ, փոշու մեջ են աթոռները, ու այո, սա ուսուցչանոցներ։ Սիրելի ընկերներ, ինչպես հասկանում եք, մենք մտնում ենք զուգարան, ու հա, էլի շատ սենց լքված ու մի քիչ թեթև անմխիթար վիճակում է այս պահին, բայց դե զուգարանը մնում էլի, ինչ տարբերություն, միջանցքը ինչ վախենալու է աշ։ Ժողովուրդ, եկեք մտնենք հերթական դասարանը, արի, սա ժողովուրդ եւս եղել է մեր դասարանը, այստեղ էլ ենք սովորել։ Ես նստում էի այստեղ, այո, հենց այստեղ նստում էի, այստեղ էր իմ սեղանն ու աթոռը, ու հենց այստեղ էլ ես չէի սովորում իմ դասերը։ Նաեւ այս պատուհաններով եմ փախել։ Տարիներ, ինչ շուտ անցակ։ Բայց ասա լավ ստիլնի ու սիրուն դասարան ենք ունեցել։ Քիրա շատ, ստայլը շատ լավն է, մեկի մեջ, ոնց որ ես սիրում եմ իսկականից, էլի։ Սիրելի դասարանցիներ, եթե դուք այս դասարանը հիշում եք եւս, ապա անպայման մեկնաբանություններում ինձ գրեք դրա մասին։ Կամ մենակով գժվել եմ, եկել եմ զուտ հիշողությունների գիրքն եմ ընկել։ Գնացինք տեսնենք էլ ինչ կա։ Ժողովուրդ, մտնում ենք հաջորդ դասարանը, չգիտեմ ինչ որ ձայներ է սկսել գալ, միած տեղ նայեք, խնդրում եմ։ Իմ ետևում գրված է անկախ երկիր ու իրոք պետք է շատ հպարտանանք, որ մեր երկիրը անկախ է։ Ամեն երկիր չի, որ անկախ է, ու ամեն երկիր չի, որ ունի պետություն ու պետականություն։ Գնահատեք դա։ Ապա մաքսիմալ կամած քայլեք, որտեղ ինչ որ ձայներ եմ լսում։ Ապա լսում ես ոնց որ մեկը բարձանա։ Ապա ոնց որ մեկը բարձանա, օրսերը ոտի ձեներ ոնց որ թե լսվեր։ Լույս ընդ է։ Ժողովուրդ իմ հետևում տեսնում եք, սենց աստիճաններով տեղ է։ Էս են աթոռներ, ժողովուրդ, որ ասեցի։ Մի հատ աթոռ է մնացել։ Արա շունը կոնկրետ հաչում է։ Լույսը դեմ դուր, նայ մարդ կա։ Այս ինչս վերցրե, արա ապե
վերցրել։ Շորտ այստեղից ահավոր ձայներ ա հենց հիմա գալիս։ Ինչ։ Ձայներ լսում ես։ Քայլերից եմ լսում։ Հələ լույս էին կոմբայ։ Հետ բայ։ Շորտ մեր հետ մի հոգի էլ կա մեր ընկերն ինքներ նկարում, բայց ինքը չի քայլում, ձայն չի անում ընդհանրապես որ հասկանաք։ Ներսա դաշը։ Շորտ տեսեք սա բուֆետն ա եղել։ Արա, օրով։ Ստեղ ինչ որ մեկը կա։ Քել։ Ասենք աշոտին էլ ոնց է գնում սպեդով։ Տեսեք պատի գրվածքը։ Ժողովուրդ մտել ենք հերթական դասարանը։ Նայեք ստե։ Ինչի համար։ Բայց Արա, ասում եմ մարդու ձեներ ա գալի, դու ես ինչ ուժով ես Ժորտ անմորուկ ծաղիկն ա, իմ ետևում գրատախտակա ինչպես տեսնում եք, ու ես հենց հիմա լքված դպրոցում եմ ու ահավոր ձայներ այստեղից գալիս։ Արի ես կոմ, ակում, արիստե, լույսը, ապե ոնց որ աստիճաններով մեկը բարձանա, լսում ես, Ժորտ ճանաչոց ահավոր խանգարում, արի մեջքիս հետևում, արի ես կոմ, օրը սարև արա, ապե չես լսում ոնց որ մեկը ոտով կհելնի, Լսել եմ։ Ժորտ որ աշոտ ասում է լսել ուրեմն հաստատ ինչ որ բան կա որտեվ լքված մետրոյում ինչքան ձեն կար ինքը ասում էր չէ չկա տենց ձեն Այն կոմով չային կարայիշն Ժորտ հենց հիմա այստեղից ահավոր ձևի ձայն ա գալիս Ստեղ ինչ որ մեկը կա Ուրս քելի դեմաս լույս տու դեմաս լույս տու ուրս կամաց ապե ոտերի տակ նայեք լույս տու դեմաս ուրս կամաց դուրս արի Ժորտ հենց մեջից էր ձեները Լսար դու, կել, շուտ արա, ապե շուտ արի, հիմա պետք է ես ճաղերը հետ բարձանանք Դա կոնկրետ մի քիչ Ժորտ սա լքված դպրոցներ Միկա Թանգյան յութուբյան ալիքում ձեզ հետ էր Միկան և Աշոտը հավաքում ենք 10,000 լայք Կելեքսիոնացիկ ձեները ահավոր ձևի գալի